Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուրշուդյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Նիկոլ Փաշինյանը այսօր եւս դիմել է ուղերձով կամ զրուցել է հանրության հետ Facebook-յան իր էջում համենայն դեպս, նա բարձրացրել է հետեւյալ հարցը. ինչպես կարելի էր կանխել 44-օրյա պատերազմը 2020 թվականի եւ պատասխանել է, որ փաստացի 90-ականների սկզբից Ղարաբաղյան հարցի կարգավորման լեգիտիմությունը, այն, որը պատկերացրել է հայկական կողմը, ուղեծրով հեռացել է միջազգային լեգիտիմության պատկերացման հետ։ Եվ նա ասել է, հենց առաջին փուլով մենք պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, այլ տարբերակ չկար, ես մեջբերում եմ Փաշինյանի խոսքերը, եթե մենք կարող էինք դա անել եւ ես դա չեմ արել, ուրեմն ես սխալվել եմ, բայց եթե նա նշում է, որ 90-ականների սկզբից էր այդ տարաձայնությունը եւ տարընթերցումը, ապա մինչ այդ էլ չէր արվել, ինչպես կմեկնաբանեք այս իր խոսքը։ Սկսենք նրանից, որ ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցում։ Միջազգային լեգիտիմություն ասածը շատ պայմանական է։ Տարբեր փուլերում այդ լեգիտիմությունը տարբեր կերպ է արտահայտվել։ Եղել է նաև մի պահ, երբ որ այո, միջազգային հանրության ներկայացուցիչները Մինսկի խմբում փորձել են պարտադրել Իլհամ Ալիևին, նույնիսկ ճանաչել Արցախի անկախությունը։ Դա եղել է 16 թվականի պատերազմից հետո, որի մասին Իլհամ Ալիևը ինքն է խոստովանել։ Եթե միջազգային հանրության Նիկոլ Փաշինյանի ասած լեգիտիմությունը այդքան հստակ էր եւ դա հստակ պետք է Արցախը լիներ Ադրբեջանի մաս, ուրեմն այդպիսի բան երբևէ իրենց պետք է թույլ չտային միջազգային հանրության ներկայացուցիչները։ Եվ չունենար կարգավիճակ փաստացի։ Նույնը Քիվեստով միջազգային հանրության ներկայացուցիչները իդեմս էլի համանախագահողների եւ արդեն Ամերիկայի գլխավորությամբ մի փաթեթ էին համաձայնեցրել երկու կողմերի հետ եւ վերջի պահին միայն արդեն Հեդար Ալիև այն ժամանակվա հրաժարվեց ստորագրել, որով Արցախը միանալու էր Հայաստանին։ Ճիշտ է, Հայաստանն էլ զիջելու էր այդ միջանցքը Բաղձալի Ադրբեջանի համար Մեղրիով կոնկրետ ճանապարհը, ոչ թե Մեղրի շրջանը, ոնց որ Մեղրի տարբերակով էր նախատեսել սկզբից Ռոբերտ Քոչարյանը եւ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո դա փոխվեց, բայց ամենայն դեպս դա մի քիչ պայմանական բան է, այդ միջազգային լեգիտիմությունը, որպես այնպես չի, որ ինքնորոշման իրավունքը ինքը լեգիտիմ պահանջ չէր։ Այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը ցույց էր տվել, որ ամեն կերպ փորձելու է էթնիկ զտում իրականացնել եւ այն ինչ որ արեց ոչ մեկի համար զարմանալի չէր։ Բոլորն էլ սպասում են, չէ՞, ինչ որ մեկը զարմացավ միջազգային հանրություն, օ, դու էսպիսի բան չէր պլանավորել, դու էսպիսի բան մեր չէր ասում, ինչի հանգարց էթնիկ զտում արեցիր։ Ոչ, սա բոլորն էլ գիտեին, որ եթե ինքնապաշտպանական ուժերը զինաթափվում են Արցախի, բնականաբար Արցախի բնակչությանը էթնիկ զտման են ենթարկելու ադրբեջանցի զինվորականները։ Այն ինչ որ արեցին Սումգայիթում, այն ինչ որ արեցին Մարաղայում, արդեն անկախ Ադրբեջանի ժամանակա։ Հիմա հարցը ուրիշ տեղ է, մի քիչ ես չէի ուզենա, ես հասկանում եմ, հա, երկրի ղեկավարը ինքը կարող է այդ ուղղությամբ ինչ որ նարատիվներ ձևավորել, որ նաև այսօր Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի ընկալելի դիրքերից հանդես գա եւ այլն։ Ես ավելի ազատ եմ խոսելու այն ինչ որ մտածում եմ։ Իսկ ես մտածում եմ, որ մենք ուղղակի պարտվեցինք մրցակցության մեջ։ Ադրբեջանի հետ մենք 25 տարի 94 թվականից հետո մտել ենք այսպես պատերազմը չավարտված ճակերտավոր խաղաղ մրցակցության մեջ, տնտեսական մրցակցության մեջ, որը միշտ բերում է իր հետ նաև ռազմական հզորացում։ Հասկանալի էր, որ Ադրբեջանը իր նավթային ռեսուրսներով պետք է մեծ հաջողություններ ունենա տնտեսական ասպարեզում եւ դրան պետք էր հակադրել կազմակերպված արդյունավետ պետություն։ Այն ինչ որ չարեցին, այո, նախորդ երկու նախագահները, որտեվ Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ պատերազմի ավարտից 94 թվականի ավարտից հետո 2 տարուց հետո արդեն հրաժարական տվեց եւ իրեն դրանում մեղադրելը մի քիչ անիմաստ կլինի, չնայած կոռուպցիայի հիմքերը, ընտրակեղծարության հիմքերը դրվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ դա էլ հենց նպաստեց
այն թալանի շրջանին, որը եկավ եւ ծաղկեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն ինչ որ Սերժ Սարգսյանը երեք հարցազրույց էր տվել եւ երկարաշունչ արդարացումներ, հիմնավորումներ, մանիպուլյացիաներ էր անում։ Գիտեք, հիշեցնում էր իր վաստակի մասին, երևի սպասում է, որ իրեն արդեն նստեցնելու են, հա, բանտարկելու են, դատապարտելու են իր թալանի համար։ Եվ հիշեցնում է իր վաստակի մասին, գիտեք, ոչ մեկ չի մոռացել, այո, ինքն էլ է ունեցել վաստակ, ինչ որ Ռոբերտ Քոչարյանն էլ է ունեցել ինչ որ վաստակ Արցախյան հաղթանակների մեջ, հա, ոչ հիմնական իհարկե, մենք գիտենք ովքեր են եղել հիմնական այդ վաստակում վրա այդ բեռը, բայց ամեն դեպքում նաև իրենք են ունեցել, բայց իրենք ի դերև արեցին իրենց վաստակը այդ 20-ամյա թալանով մեր պետականության մարմինը ոչնչացնելով։ Այդ մրցակցությունը, որ մենք պարտվեցինք Ադրբեջանին, իրենց պատճառով է եղել։ Եվ իրենք, որ հիմա գալիս են լոլոներ են ասում, մեկ ասում է մի քանի տոկոս մեր տնտեսությունը աճել է մորոք, այս մեկ ասում է մորոք պատերազմ չեղավ, չնայած 16 թվին եղավ, այսինքն ինքը տարածքները պահողներ եւ այլն եւ այլն։ Գիտեք, այդ միջազգային տնտեսական կոնյունկտուրան, ինչ որ փոքրիկ հաջողություններ եւ այլն մեզ բավարար չէին։ Մեզ պետք էր գոնե իրենք չթալանեին, որտեղ եթե այդ կոռուպցիան չլիներ, այո, արդյունավետ տնտեսությունը, արդյունավետ պետությունը հնարավոր էր լինելու։ Չգիտես ինչի Սերժ Սարգսյանը մեր բոլոր դժբախտությունները կապում է 18 թվականից հետ եւ հեղափոխության հետ, լրիվ հակառակն է։ Հեղափոխությունից հետ փորձ արվեց շտկել այն կործանման հետևանքները, որին բերել էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարումը։ Ինքը չգիտես ինչի մոռանում է, որ հենց իր պաշտպանության նախարարությունը, իր գլխավոր շտաբը զեկույց էր ներկայացրել, իրեն էր ներկայացրել, դեռ ինքն էր այն ժամանակ իշխանությունը, որտեղ ասել էր, որ մենք պատրաստ չենք պատերազմի, որ համակարգը, տնտեսությունը, պետությունը, բանակը ոչ մի բանը պատրաստ չի պատերազմի, իր կառուցած պետությունը պատրաստ չի պատերազմի։ Եվ դրա համար էր ինքը ամեն գնով փորձում զիջումների եւ այլ տարբերակով գնալ ինչ որ հարցի լուծմանը։ Ես կարծում եմ, որ եթե մենք ունենայինք այդ արդյունավետ պետություն, ունենայինք բանակ եւ գիտեք, նույն 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք այնց չի որ հեշտ հանձնվեց Հայաստանը, Արցախը, հա, այդ 44 օր դիմադրելը նման մեծ կոալիցիային, որի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, դա նշանակում է, որ նույնիսկ այդ ծանր տնտեսական, ծանր ռազմական վատ պայմաններում ուղղակի մեր զինվորների քաջության, հայրենասիրության մեր ժողովուրդը ուրիշ որակներ ունի, էլի, փառք եւ պատիվ իրոք, բայց այդպիսի բեռ ունենալով այդ քաջությունը, հայրենասիրությունը բավարար չէր լինելու։ Դա է խնդիրը։ Ես ճիշտ եմ հիշում եք այդ 80-ականների զենքով էին կռվում այդ 16 թվականի Սերժ Սարգսյանի խոսքը չէր։ Հիմա ինքը ասում է, որ ինչ որ բանակի վիճակը գիտեք ինչ որ թիվ է ներկայացնում, ասում է 1000 քանի իլ եսի ինչ ինքնաթիռներ են եկել Հայաստան զենքով Ռուսաստանից։ Կներեք, էլի նախ սկսենք նրանից, որ դա մի քանի տասնյակ գնացքներ է, այդ ամեն մի իլի պարունակությունը մի երկու վագոնի երևի զենք զինամթեր կա մի քանի վագոնի։ Երկրորդը ես չգիտեմ ինչ է ինքը բերել, ինչ աղբա նաև բերել, ես հիշում եմ նաև Ռոստովից ինչ աղբեր էին Զիբիլ Փարիզ բուն իմաստով գնել էին, այդ կոռուպցիային էլ նույն կոռուպցիայի հետևանքով բերել էին, լցրել էին պահեստներ, որ հետո ոչ էլ կարողացել են օգտագործել։ Եվ ինքն է, այո, ինքն է խոստովանել, որ մենք կռվել ենք ես իմ 70-ականների, 80-ականների զենքերով։ Բա ինքը երբ է այդ խոստովանը 16 թվականին, բա ինչ էր անում միջև 16 թվականին, ինքը մեկ էլ իր զույգը քաղաքական Ռոբերտ Քոչարյանը, ինչ էին անում իրանք։ Այդ ինչի մեր բանակը հասավ նրան, որ իրենց ջիպերը մեր տանկերից մեծ էին ու ավելի բազմականակ։ Այդ ո՞նց եղավ։ Հիմա մեծ խոսալ, հա, կամ ինչ է ասում է Նիկոլ Փաշինյանի բանը խանգարեց, ոչ մի թեզականություն, ոչ մի թեզական էր դարել։ Ուղղակի երեսպաշտությունը չափուսանման պետք է ունենա, էլի հեղափոխությունից ամբողջ անմիջապես հետո ամբողջ հանրապետական կուսակցությունը լցվել էր մեղադրելու Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխությանը, որ նրանք հատուկ եկել են հողերը հանձնելու։ Ամբողջը լծված էր դրան։ Ամեն մի քայլ, ամեն մի փոքր ինչ որ դրական ուղերձ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին, որ այս հարցը օրինակ պետք է լուծվի երեք կողմերի շահերին համապատասխան եւ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Արցախի միանգամից աղմուկ մի աշխարհի մեկ աղմուկ են հանում թե տեսեք բա որ ասում են ինքան եկելա որ Ադրբեջանի շահերին համապատասխան է հարցը լուծի տարածքներ ուզում ատա բա այդ չեք ասում ձեր շարմազանվներին են մնացածին որ էս ինչ ես ասում էս ինչի ես մղում ես մարդուն ոչ մի թիզականության դաշտ
թե ձեր նպատակը իշխանությունն էր ընդամենը, որ թալանին նորից վերադառնաք։ Մի ամիս էլ չկարողացաք առանց թալանի ապրել, սկսեցիք այստեղ-այնտեղ մանիպուլյացիաներ, կեղծ մեղադրանքներ բանանել։ Հիմա տեսեք ինչ զուգահեռ կա նաև Ստեփանակերտի հետ կապված։ Նույն այդ պահով ինքը ասում է, ես որ Ստեփանակերտ էի գնացել, իրեն հիշացնում են, հարց են տալիս, ինքը ասում է, ես այն ժամանակ էլ էի ասում, որ եթե զիջումների չգնանք, իսկ այո, ինքը գիտեք, դեռ իր պաշտոնավարման օրոք իր դեմ MC փաթեթ էին դրել, ժամանակ Նիկոլ Փաշինյան չկար։ Որ ինքը գնացել էր Ստեփանակերտում, իշխանություններին Ղարաբաղի համոզում էր, որ պետքա զիջումներ անենք, զիջումներն է որ նա առանց ոչ մի կարգավիճակի տարածքները պետք է ազատագրված տարածքները պետք է վերադարձվեր։ Այդ էր զիջումները։ Եվ այնտեղ իրեն ասել էին ոչ, չէին համաձայնվել, այդ դրա հիման վրա էլ ինքը ասել էր, հիմա որ չեք համաձայնվում, վաղը մյուսօր Ստեփանակերտ է երկելու, ոնց որ հիմա Ղարս ենք երկում, Երևանում նստած։ Բա ինքը այդքան բանը որ գիտեր, այսինքն ինքը ընդունում է նաև որ Արցախի իշխանություններն էլ են դեմ եղել, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև Արցախի իշխանությունները այդպիսի անհեթեթ փաթեթին, որ առանց ոչ մի բանի դու զիջումներ պետք է անես, ոչ կարգավիճակ, ոչ երաշխիքներ, ոչ մի բան, ուղղակի միակողմանի ինչ որ զիջումներ պետք է արվեր, ինչա թե Ադրբեջան չհարցակվի։ Իսկ խաղաղություն տարածքների դիմաց սկզբունքով։ Այդքան բանը իմանալով դու հիմա մեղադրում ես գործող իշխանություններին, հեղափոխությանն ես մեղադրում։ Ու դու ես նաև խթանել այդ ոչ մի ծիզականություն քո խամաճիկների, քո ուրեմն թիմակիցների միջոցով։ Ոնց կարելի է այդ աշճանի չսիրել սեփական երկիրը, այդ վաստակը ունենալու, որի մասին հիշում եք։ Գիտեք, այդ երբ որ սովետական միությունը փլուզվեց, իհարկե շատ լուրջ տրանսֆորմացիա տեղ ունեցավ մարդկային հոգեբանության մեջ։ Դա ես չեմ ուզում ասեմ, որ միայն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էր վերաբերում։ Այդ նոր արժեքները երբեմն որը որ շատ լավ արժեքներ են, արևմուտքից եկող ազատության, հավասարության այդ արժեքները, բայց զուգորդվում են նաև չկայացած հատկապես մարդկանց մոտ այդ ընչաքաղցության, նյութապաշտության արժեքներով։ Գիտեք, արևմուտքում այո, հարստանալը ամոթ բան չէ, եւ բոլորն էլ ձգտում են հարստանալու։ Եվ դրա վրա է այսօրվա շուկայական տնտեսությունը։ Կարող են քննադատել, քննարկել, հիմա կա լուրջ դիսկուրս կա, հա, պոստկապիտալիզմի դիսկուրսն է, որ ասում է, որ եթե ամեն ինչի նպատակը շահույթն է, դա ոչ մի լավ բանի չի բերում արդյունքում, ոչ արդարություն, ոչ ուրեմն բավարարվածություն հոգեկան չի բերում, ոգեղենությունն է վնասվում դրանից գուցե։ Չնայած արևմուտքում այլ լուծումներ գտել են դրան։ Բայց համենայն դեպս դա հակակշռվում է ինչ որ մարդկային այլ արժեքներով, որը այո, մեր մոտ սկսեց նսեմացվել, ուրեմն սովետական փլուզումից հետո մեր մոտ նկատել ամբողջ հետ խորհրդային ուրեմն տարածքում, որտեղ շուկայական արժեքների այդ կշիռը, ծավալը այնպիսիներ, որ լավ չընկալվեց, ճիշտ չընկալվեց հասարակության կողմից, ժողովրդի կողմից եւ նրանց ձեռքով որ իշխանություն էր ընկել, նրանք սկսեցին ուրեմն այդ ամբողջը դա եթե նպատակը շահույթն է, ուրեմն կարելի է ցանկացած խախտում անել, եթե գլխավոր նպատակը դա է։ Ինչքան ուզում ես արանքում ասա, հա, դա է, բայց օրենքները պետք է պաշտպանես եւ այլն, մարդիկ սկսեցին թալանել, մնացածի հաշվին հարստանալ, ոչ թե օրենքի տարին համապատասխան, այլ նաեւ կոպեկներով սեփականաշնորհելով այն ինչ որ 60-70 տարի ավակ սերունդները ուրեմն ստեղծել են եւ հիմա դարձել են թոշակառու եւ կոպեկների ուրեմն հույսին են մնացել, իսկ այդ մարդիկ հարստանում են ագահավարի։ Նույն Սերժ Սարգսյանը երբ որ Հայաստան էր եկել, ատուկ ոլորտներ իրեն տրվեց, որ ինքը այսպես բարեկեցության հարցեր լուծի։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ ոնց էին հիշատակում այն պատմությունը, որ բոլոր մամուլի միջոցներին, լրատվամիջոցներին ինչ որ գումար էր տրվում իշխանությունների կողմից եւ այդ միջնորդը Սերժ Սարգսյանն էր, $10,000 պետք է տաներ եւ հետո արդեն խոսակցություն է լինում Արամ Աբրահամյանն ասում է, բայց ինձ 5,000 է միշտ տվել Սերժ Սարգսյանը, այսինքն այն կեսը յուրացնում էր։ Տեսեք, մանրախնդրի ճիշով կա բառ դժվարանում եմ չօգտագործեմ, էլի, այսինքն կառավարությունը քեզ փող է տալիս, որ տանես ներքին կարգով բաներին տաս, դա էլ կառավարության մեղքը իհարկե, որ այդպիսի կաշառքներ է բաժանում լրատվամիջոցներին,
ու դու գնում ես դրա կեսն ես տանում տալիս, այն մյուս կեսը յուրացնում ես, ասենք լրիվ գրպանային շահերը գերակշռել են այս մարդու մոտ միշտ, թող չխոսի Արցախից, հայրենիքից, այդ իր վաստակը լրիվ ինքը զրոյացրեց այդպիսի վերաբերմունքով սեփական պետության հանդեպ։ Մենք բոլորս գիտենք, ինչ կոռուպցիոն համակարգ էր ձևավորվել իր օրոք եւ նաեւ իր նախորդի օրոք։ Փաստորեն Խորհրդային Միության հարստանալու ավանդույթները այդ կոռուպցիան եկավ այստեղ յետխորհրդային շրջան եւ կապիտալիզմի այդ հարստանալու հետ միաձուլվեց եւ դեռ մինչեւ հիմա մենք չենք կարողանում առանձնացնենք։ Հիմա ի պատիվ գործող իշխանությունների եւ ով ոնց ինչ ուզում է թող մեղադրի ինձ աջակցելու համար նման հարցերում իշխանություններին, գիտեք, երբ որ իշխանության ղեկավարը փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի մոտ է կանգնած, որ հեծանիվով կարող է աշխատանքի գնալ, չեմ ասում ամեն օր հեծանիվով է գնում, բայց մի անգամ, երկու անգամ էլ թեկուզ ցուցադրական ցույց է տալիս, դա արժեքների այդ նոր արժեքների ավելի այսպես գեներացնելու, տարածելու նպատակով է արում։ Վերջը կներեք, էլի։ Հիմա այս նախորդ նախագահները մարդը 10 տարի պաշտոնավարել են եւ տեսնում եք ինչ հարստություններ են կուտակել։ Ռոբերտ Քոչյանի ընդհանրապես այդ անշարժ գույքերը անverջ են։ Այս թվարկում են, չի թվարկվում։ Այնքան կուտակելա, թե ուրա տանելու հետը չգիտեմ։ Այդ մարդիկ այդքան ունեցված կուտակեցին եւ դա տեսանելի էր, բայց Նիկոլ Փաշինյանի վրա արհեստական դնում են շարենանում մի հատ Կանադայում տուն ունի, հետո պարզվում է ինչ որ ֆեյք լրատվամիջոց են ստեղծել հատուկ, մի քանի օրում ստեղծել են, այդ ֆեյքը տարածել է, հետո միանգամից հերկվում է, որ այդպեսի բան չկա։ Հետո Ֆրանսիայում ինչ որ տուն, այնքան որ ինչ որ մի թեթև բզբզան տարածեն, սուտ է, իմ երկու հոգի էլ լսի են, որ ասում է նոաստատը աստասը, հա, այտենց անեկդոտ կա, չէ, ասում է բանը Մոյշան շատ վատ մարդ երկու հրյան խոսում են, ասում են այդ Մոյշայի հետ չեմ շփվում, ասում են ինչ շատ վատ մարդ, ասում ինչ արը։ Բայց ինչ որ պատմություններ հետ է կապված, կամ ինքն էր ինչ որ վերարկու գողացել, կամ իրա վերարկուն էին գողացել, չեմ հիշում հստակ, բայց այդ գողության հետ կապված ինչ որ խոսակցություն կար հետը կապված, դրա համար sense տպաբան է մնացել, էլի, նստված կա մնացել։ Հիմա այդ սկզբունքով ինչ որ բաներ շարեր տարածեն, այն դեպքում եւ որ մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում գործող վարչապետի ընտանիքը բավականին համեստ է ապրում, տղան աշխատանք փնտրում, բարբերաբար լսում ենք այն ինչ որ միտեղ տեղավորվում է աշխատանքի, ընդ որում այդ միտեղը ոչ top manager-ը, ինչ որ տեղ որ միլիոնավոր դոլարների աշխատավարձներ տա, հասարակ ինչ որ մի հատ աշխատանքի կամ աղջիկը եւ այլն։ Անձի մակարդակով։ Եկեք բայց այդ անձինք են արժեքները փոխում, հասկանում եք։ Անձինք են, չէ, փոխում, մանավանդ երբ որ այդ անձինք առաջի դեմքերն են։ Եվ երբ որ կրթության քարոզչություն ատանում գործող իշխանություն, ես հիմա ընդհանրապես համատում եմ գործող վարչապետի գործողության նախինների, ես գործող վարչապետի թերությունները անդադ երբ որ առիթ լինում է դրա մասին խոսում եմ, այնպես չի որ հիմա սրբացնում եմ, հա, բայց ամենայն դեպս այդ համեմատության մեջ սար ու ձոր է ուղղակի, ու այս մարդիկ ուղղակի խոսալու իրավունք չունեն, քննադատելու նույնիսկ իրավունք չունեն, բարոյական իրավունք չունեն։ Ինչ անշնակում դու տապալես ամեն ինչ, հետո երբ որ գա վերջի պահին 2 տարի առաջ պատերազմից իշխանություն փոխվի եւ այնքան զենք առնի գործող իշխանությունը, գործող վարչապետը, ինչքան դու քո ամբողջ պաշտոնավարման ընթացքում չես առել, դու էլի ասես ինձանից հետո բանակի վիճակը սկսեց վատանալ, ոնց որ էլի այդ հարցազրույցի ժամանակի ասում։ Պատկերացնում եք, ինքը ասում է, ուրեմն իր օրոք լավ էր բանակի, 16 թվին լավ էր, այդ որ 80-ականների զենքերով էր կռվում, այդ որ խոստացել էր հա Արցախի հարցը լուծել եւ դրա պատճառով էլ նաեւ Կարեն Կարապետյանին բերեց դրեց վարչապետ։ Այդ ամեն ինչ ուրեմն լավ էր, հենց հեղափոխությունը եկավ ու սկսեց հսկայական ծավալի զենք զինամթեր գնել Հայաստանը Ռուսաստանից, այդ ժամանակ վատացավ բանակի վիճակը։ Իդեպ, հա, Կարեն Կարապետյանը այո, ես էի ուզում հիշեցնել, իդեպ փաստացի այդ հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Կարեն Կարապետյանին էր տեսնում որպես Սերժ Սարգսյանին փոխարինող վարչապետ։ Ես դրա մասին վաղուց եմ խոսել եւ խոսել եմ, որտեվ տեղեկացված եմ եղել, տեղյակ եմ եղել եւ այո, նաեւ Սերժ Սարգսյանի արտահոսքերի շնորհիվ այսպես տարբեր շրջանակներում հասել է նաեւ ինձ, թե ոնց է տեղի ունեցել տեղափոխությունը եւ նաեւ ավելի վաղ։ Իսկ հեղափոխությունը, եթե ուզում եք, սկսվել է 16 թվականին, ոչ թե 18։ Իհարկե ավելի վաղ, Սասնածռերն էլ եք հիշում այդ։ Հիմա կասեմ, ավելի վաղ են իմաստով, որ հաջորդը ընդհանրապես միշտ դիմադրել է։ Հայաստանում միշտ եղել է արթուն, ուժեղ ընդդիմություն, միշտ։ Եվ այդ ընդդիմության արկայությունը, մշտական պայքարը թույլ չեն տվել գերկենտրոնացում իշխանության մի մարդու ձեռներում։
ինչպես որ Ադրբեջանում եղավ, որ Ադրբեջանում հիմա քաղաքացիություն ընդդիմություն չկա, բոլորին ոչնչացրել են ուղղակի։ Իսկ Հայաստանում հնարավոր չեղավ դա անել, որովհետև հայ ժողովուրդը չի սիրում դիկտատուրա, չի սիրում ավտոկրատիա, ինքը միշտ ազատության համար պայքարում է։ Բայց ամենայն դեպս այն վերջին արարը 16 թվականին, երբ որ տեղի ունեցան այդ Սասնա հայտնի դեպքերը, որը եւս մանիպուլացվեց Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես հիմա է արդեն բարձ դառնում, մանիպուլացվեց այն իմաստով, որ ինքը այն ինչ որ 16 թվականի ապրիլին խոստացել էր ռուսներին, Լավրովի պլանին համաձայնվել, ինքը ասեց, դե չեք տեսնում ինչա կատարվում, արդեն իմ դեմ ահաբեկչական ակտ են կազմակերպում իր ձևակերպման վստահ եմ, չնայած իր օրոք արևմուտքը պահանջեց, որ դա չկոչվի ահաբեկչական ակտ եւ չկոչվեց, միակ ահաբեկչություն անվանողը այդ ամեն ինչը Ռուսաստանն էր եւ Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ իրենց պլանները խախտվեցին դրանով եւ Սերժ Սարգսյանը այն ինչ որ խոստացել էր ռուսներին, ասաց չեմ կարող հիմա անեմ, որտեղ SS ըմբոստացում կա իմ դեմը, ռուսները ասացին լավ, դե եթե դու չես կարա, մենք մարդ կուղարկենք, ով կանեն դա, ով կկարողանա։ Ուրեմն վարչապետիդ կփոխես, այն ժամանակ Հովիկ Աբրամյանն էր։ Կդնես այս մարդուն։ Այս մարդը կգա, այնա 2 տարի է չէ քեզ մնացել, դու էլ ասել ես, չէ, չես ուզում շարունակես։ Ինքը կգա հետո էլ արդեն ծավալություն ես փոխում, կդառնա վարչապետ, եւ այդ հարցը ինքը արդեն ինքը կկարողանա։ Կարեն Կարապետյանի մասն է խոսքը։ Կարեն Կարապետյանը գալիս է 2 տարի իմիջը իր այսպես որպես լավ վարչապետի ձևավորում են, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարներ է թեթևանում, իսկ մեր մոտ այնքան էին կարոտ այդ կոռուպցիայի դեմ պայքարին, որ նույնիսկ այդ թեթև մի քանի բաները արդեն ասեն, օ, այս մարդը ոնց որ թե իրոք ուզում է ինչ որ բան անել, էլ չգիտեմ, որ FSB-ի Բարսաշյան պաշտոնն է, քանի որ գիտեք Գազպրոմում top մենեջերները բոլորը պարտադիր պիտի կապ ունենան, որովհետև Գազպրոմը տրված է FSB-ի, հա։ Հիմա այս մարդը ուրեմն նաև ընտրությունների ժամանակ առաջի դեմքով եւ այլն, գիտեք, Կարեն Կարապետյանի դեմքով ամբողջ քարոզարշավը արեցին։ Սերժ Սարգսյանը հասկանալով, որ եթե թողնում է Կարեն Կարապետյանին, այո, նաև Արցախի հարցը, այն ինչ որ ինքը ամեն դեպքում ուզում էր խուսափել, անդադ sense խափելով, ձգելով, փորձում էր իբր իր պատկերացած լուծել, այդ ժամանակ ռուսները ասում են ոնց որ թե այս մարդը չի ուզում գնա։ Ինքը ասեց, Սերժ Սարգսյանը ասեց, որ հələ մի քիչ կձգենք եւ այդտեղ է, որ ըստ էության այն պայթյունը, որ ամեն դեպքում պետք է տեղի ունենար, ռուսները ոչ միայն չխոչընդոտեցին, ոնց որ Սերժ Սարգսյանն ուզում ներկայացնի ամբողջ մեղքը հեղափոխության պատասխանատվության թողնելով արևմուտքի վրա, չգիտես ինչի, այլ ռուսները առաջի աջակցող եղան հեղափոխության։ Ինչու՞։ Որտեվ լրիվ պետական ուժային համակարգը, որ մենք գիտենք այն ժամանակ ենթակա էր Ռուսաստանին, անվտանգության ծառայությունները, ոստիկանություն եւ այլն, ամբողջը ըստ էության աջակցեց հեղափոխության եւ դա մեծ բարեբախտություն էր հայ ժողովրդի համար, որ ռուսները սխալ հաշվարկ էին արել, որ Կարեն Կարապետյանին բերեն դարձնեն ուրեմն վարչապետ։ Այդ հեղափոխությունը իրանք ուզում էին ուղղակի օգտագործեն Կարեն Կարապետյանի վարչապետ դրա համար էլ խրախուսեցին, որովհետեւ Փաշինյանը հեղափոխության բարագլուխը լիներ, բայց փոխվեր Կարեն Կարապետյանը։ Օգտագործեն Փաշինյանին, ինչ որ մի պաշտոն տային, չգիտեմ ինչից էին ենթադրել, որ Փաշինյանը օրինակ համաձայնվելու ազգային ժողովի նախագահի պաշտոն։ Ամենայն դեպս մտներով չէր անցնում, որ կարող է հաջողի Փաշինյանը այնքան ժողովուրդ հավաքի, որ ժողովուրդը ուղղակի կաթված է արանի պետական համակարգը ամբողջությամբ եւ ասի, եթե ես չլինեմ վարչապետ, ոչ մեկ վարչապետ չի լինի։ Չեն պլանավորել, որտեվ ասում եմ այնտեղ էլ հաշվարկողները նույն կոռուպցիայի հետևանքով պաշտոնի նստած փորձագետներից սկսած միջև այդ որոշումներ կայացնողը բոլոր կոռուպցիոներներ են։ Կոռուպցիան փտախտ է, անարդյունավետության հիմքն է ցանկացած պետական համակարգի։ Այդ թվում, երբ որ սխալ մարդը սխալ տեղում է հայտնվում, ինքը սխալ հաշվարկներ անում, որովհետև դրա խելքը չունի, որ ճիշտ հաշվարկ անի։ Դրա համար էլ անդադ տանուլ են տալիս։ Դրա համար էլ կոռուպցիայի պատճառով Ուկրաինայում հույս ունեն, որ 3 օրում պետք է գրավեն, որ փուչիկներով գնացել են, որ ոչ թե գրավեն, տանկերի մեջ փուչիկներ էր, որ այնտեղ բան պարադ պետք է անեն։ Գնում են պարադի Կիևում, որտեղ ինչ որ մեկը այնտեղ գեներալներից մեկը, որը որ FSB-ի 5 միլիարդ դոլար ստացել էր հատուկ նրա համար, որ այնտեղ հասարակության նախապատրաստի ռուսական զորքերին փուչիկներով ընդունելու համար, բարձրացած որ կերել էր, յուրացրել էր, այդ կոռուպցիայի հետևանքները։ Նույնը ստեղ էր։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ մեծ բարեբախտություն էր, երբեք հայ ժողովուրդը դժվար թե նույնիսկ այդ անդադ դիմադրությունը որ կար, դժվար թե այտենց հեշտ հաջողացներ իշխանապողություն, այտենց արմատական
իշխանափոխություն, այսինքն ինքը համակարգափոխություն չէր, այդ իմաստով հեղափոխություն չէր, որտեղ ֆորմացիա չփոխվեց, բայց այնպիսի հոգեբանական բարոյական փոփոխություններ եղան, էլիտայի փոփոխություն եղավ, որ կարելի է, այո, սխալ չենք անում, երբ որ անվանում ենք դա հեղափոխություն։ Եվ հիմա ասենց մանթո վիճակում հետին թվով մեղադրում են արևմուտքին, ասում է պետք է ինոագենտների օրենք ընդունենք, երկու ամիսից էլ եթե հեղափոխություն չլինեին, բա հիմա արդարանում է, որտեվ իրեն Քոչարյանականներն են, չէ՞, նաև մեղադրում անդադ, թե դու հանձնեցիր Նիկոլ Փաշինյանին, ինքը հիմա արդարանում է, չէ, այ մի քիչ էլ որ ձգվեր, հեսա բանը, նախ Նիկոլ Փաշինյանին չկարող է եւ չազատեինք ամնիստիայով, հա, բանով համաներումով, հետո այդ օրենքը կընդունենք, այսինքն ասես մազեր մնացել, չստացվեց էլի մոտավորապես, բայց իրականում Սերժ Սարգսյանն էլ իսկ փայվրեժը լուծեց Ռուսաստանից, ասեմ ձեզ, երբ որ Կարեն Կարապետյանին չհանձնեց իշխանություն, ամեն դեպքում ազգային ժողովում որոշողը ով էր, մեծամասնությունն էր, չէ՞։ Ով էր մեծամասնություն ազգային ժողովում մայիսի 8-ին 2020 թվականին։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որը ինչքան անհրաժեշտ էր, այդքան падգամավորի ձայն տվեց, որ այդ մնացած են դաշնակցություն Բարգավաճով բանով Նիկոլ Փաշինյանի վարշապետ ընտրեն։ Հիմնական ասելիքը Սերժ Սարգսյանի որն էր։ Այ Փաշինյանի հիմնական ասելիքը դա էր, որ հենց ի սկզբանե պետք է հայտարարվեր Արցախը Ադրբեջանի կազմում, ես դա չեմ արել, ես մեղավոր եմ ուրեմն։ Եթե դուք համարում եք, որ պետք է անեինք, չարեցի, մեղավոր եմ։ Սա Փաշինյանի ասելիքն էր։ Սերժ Սարգսյանի ասելիքը որն էր հարցազրույցի ընթացքում միջոցով։ Բացի նրանից, որ ինքը ընդունեց, գուցե առաջել է ընդունել, ես առաջի անգամ եմ լսում համենայն դեպսի շուրթերից այդ Կարեն Կարապետյանի պահը, որ Ռուսաստանը դրա համար էլ չխոչընդոտեց, իր ասած չխոչընդոտեց, ես ասում եմ օժանդակեց հեղափոխությանը։ Մեկ էլ այն էր, որ ինքը ասեց, որ նոր փաթեթ է եղել, նոր բանի Արցախյան կարգավորման նոր փաթեթ է եղել։ Ինձ համար հետաքրքիր էր, որ ինքը ասեց, որ Միջև այդ եթե եղել է 3 սկզբունքների, մադրիդյան սկզբունքների հիման վրա բոլոր խոսակցությունները Արցախյան հարցի լուծման, ապա այդ նոր փաթեթի ընթացքում, թե կարող եմ սխալվել, այդ նոր փաթեթը քննարկման հիմքը եղել է արդարություն գաղափարը, որը որ շատ հեղեղուկ է իհարկե, եւ նաեւ կարևոր էր, որ ինքը ամեն դեպքում ընդունեց, որ պատերազմի մասին ինքը իմացել, որ լինելու է պատերազմ։ Եվ հենց չի էլի իր օրոքել էր, չէ՞, 16 թվականի պատերազմը իր օրոքել եղավ, այնպես չի որ հեղափոխության հետևանքով եկավ պատերազմը։ Այդ խաղաղություն տարածքների դիմաց դա Բոլթոնի հայտարարությունն էր։ Ես հիշում եմ, նա Հայաստանից գնաց եւ ասեց. դուք պետք է որոշեք, դա ինչ պատերազմ էր։ Դուք պետք է որոշեք։ Հասկանալի է։ Կամ խաղաղություն, կամ պատերազմ։ Դե այո, հենց այդ նոր փաթեթի իմաստը դա էր հենց։ Այսինքն դա 2020 թվականին չհայտնվեց այդ ձևակերպումը։ Այո, ընդհանրապես այդ փաթեթը արդեն ըստ էության 16 թվականից հետո արդեն պարզ էր, որ այդպես է լինելու, որտեվ քանի որ Ալիևը դիմադրեց արևմուտքի ճնշումներին, որ պետք է ուրեմն ինքը անկախությունը ճանաչվի եւ այլն, Տրամպի գալուց հետո իրականում խնդրեմը Տրամպի հետ էր կապված, որտեվ 16 թվականին, երբ որ դեռ նախորդ ուրեմն Օբաման էր հիշում եք 16 թվականի պատերազմի ժամանակ, եւ այդ խնդիրը կար այն իմաստով, որ Ալիևը հույս էր դրել եւ ճիշտ էր հույս դրել, ստացվեց, որ Տրամպի պաշտոնավարման շրջանում, իսկ Տրամպը 20 թվականին ավարտեց իր պաշտոնավարումը եւ 16 թվականի նոյեմբերին, չէ, ինքը եկավ իշխանության Տրամպը եւ Ալիևը արդեն այդ շրջանում, երբ որ արդեն հույս առաջացավ իր մոտ, որ Տրամպի վրա այլ խողովակներով կարողանա ազդել, իսկ Տրամպը լավ հարաբերությունների մեջ էր, ոսկյա հարաբերություններ, լավը քիչ է ասել Նեթանյահուի եւ Էրդողանի հետ, այն աշճանի, որ Էրդողանի ուրեմն թիկնապանները հայ ցուցարարներին Վաշինգտոնում ծեծի են ենթարկում եւ ոչ մի հետևանք չի լինում։ Եվ ստացվեց Ալիևի մոտ եւ այդ մրցակցությունը, որ ինքը ռազմի կուտակման, ռազմական ծավալների կուտակման տեսակետից, տնտեսության հզորացման տեսակետից հաջողեց նաեւ դիվանագիտակ։ Այդ երրորդ կոմպոնենտն էր իրեն պակասում, որ ինքը չէր թույլ տալիս իրեն ավելի լայնամասշտաբ ինչ որ բանի գնալ, 16 թիվը, տեսեք, փոքրամասշտաբ պատերազմ եղավ, բայց շատ մեծ ճնշումներ դիվանագիտական եղավ Ալիևի վրա, որտեղ ժողովրդավարներն էին իշխանության աշխարհում, ոչ թե տրամպիստներն էին, ոչ թե
չեմ ուզում լավ որակումներ տամ, բայց ամենայն դեպս միջազգային կարգի ջատագովներն էին իշխանության եւ Օբաման շատ կոշտ արտահայտվեց, դատապարտեցին համանախագահները, դատապարտեցին Ադրբեջանի հետ հարձակումը 20 թվականին Տրամփը ուղղակի վեճը չէր, ընդհանրապես վեճը չէր։ Ինչ որ մեկը իրեն ասել էր, թող այս խեղճ ադրբեջանցի ժողովուրդը իր հարցը վերջապես լուծի, էլի խեղճը 20% տարածքներ կորցրել, 1 միլիոն էլ փախստական է, այնքան էին կաթացրել, դա էլ Էրդողանն էր թե Նետանյահուն էր թե երկուսը իրար հետ ձեր տված համոզել են Տրամփին, տենց էլ եղավ։ Ուղղակի երբ որ արդեն տեսան բանը բանից անցնում է եւ արդեն Ստեփանակերտ պետք է մտներ Ալիևի զորքը, արդեն Պոմպեոն, որը որ ամեն դեպքում establishment-ի ներկայացուցիչ էր, իսկ Տրամփը այն ժամանակ ավելի էր ենթակա establishment-ին, քան այս շրջանում, գոնե շրջանի առաջին ամիսներին, ասենց ասենք, Պոմպեոն զանգել էր Ալիևին, ասել էր Կոսովոյի տարբերակ կիրառենք, եթե հանգարց մտնեն Ստեփանակերտ։ Այդ հեքիաթները թե ռուսները թույլ չտվեցին Ստեփանակերտ մտնել եւ այլն, ռուսներին ընդհանրապես բանի տեղ չէր դնում Ալիևը, կամ ռուսները համաձայնեցված էր ամեն ինչ անում եւ լավ էլ կկարողանար այդ վերջի պահին, ոնց որ ի վերջո էթնիկ զտման ենթարկեց եւ ռուս խաղապանային դուրս հանեց, նշ չի որ ռուսների երազանքները տեղից դուրս գալ, բայց փոխ համաձայնեցված լավ է ստացվում էր մոտ, ինչ որ պետքա ստանալ ռուսներից, ինչ որ բանի դիմաց։ Երբեմն է խափելով, այս վերջի դեպքում խափեց, դրա համար էլ ստացավ այդ ինքնաթիռը խոցված, բայց դա եսի մեծ խնդրեմ չդարավ արդյունքում, հա, Ադրբեջանի պետականության վրա, ասես գլոբալ մասշտաբի։ Այնպես որ մեր մրցակցային դիրքերի հարցն է։ Մենք որպես պետություն մրցունակ ենք տարածաշրջանում թե չէ։ Հա, հիմա այն վիճակում ենք, որ ուզենք թե չուզենք, պետքա շատ բաների հետ համաձայնվենք եւ շատ բաների առումով էլ փոխենք գոնե ռետորաբանությունը։ Այն ինչ որ իշխանությունը անում է, որտեղ ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ չկա եւ հիմա ասել դեմ այն ժամանակ տեսեք ինչ որ այն ժամանակ ինչ որ կար մսխումն էր, որ դեռ տեսանելի չէր եւ ուղղակի արդյունքը ստացանք 20 թվականին։ Հիմա վերականգնման շրջան է։ Մենք պետքա ժամանակ շահենք 5, 10, 20, չգիտեմ ինչքան է տևելու կան տարի։ Բայց այդ ժամանակը մենք պետք է շահենք, որ արդյունավետ, մրցունակ, հզոր պետականություն ձևավորենք եւ նորմալ դաշնակիցներ ձեռք բերենք, որ այլևս երբեք միայնակ չմնանք, ոնց որ 20 թվականին ենք մնացել։ Այսինքն հենց Տրամփը Միացյալ Նահանգները Տրամփի պատճառով ձեռքը հանեց տարածաշրջանից, արդեն ով որ ավելի մրցունակ էր հողի վրա, կարողացավ իր հարցերը լուծել նաև Ռուսաստանի օժանդակությամբ։ Հիմա մենք էլ մնացել ենք Ռուսաստանի գերին այն ժամանակ։ Հիմա պետք է արդեն այդ գերությունից ազատվենք, նոր եւ ճիշտ դաշնակիցներ ձեռք բերենք, նոր ավելի ուրեմն հավատարիմ դաշնակիցների հետ միասնական անվտանգային համակարգում հայտնվենք, որպեսզի կարողանանք այդ 20 տարին հզորանալ, իսկ հետո արդեն այն ժամանակ ովքեր կլինի իշխանություն, այն ժամանակվա ժողովուրդը ինչ տրամադրություն եւ կարծիք էլ կունենա, այն ժամանակ արդեն կորոշի ինչ անել այդ հզորը պետականությանը։ Գովազդ եմ ուզում հայտարարեմ եթերում պարզապես մեկ հարց տալուց հետո դուք ասում եք պետք է այս անենք, պետք է այն անենք, դուք տեսնում եք պետք է գործընկերներ ձեռք բերենք, պետք է հզորանանք, պետք է այդ ամենը արդեն սկսել է արվել, պետք է ազատվենք գերությունից Ռուսաստանի, հա, այդպես ձևակերպեցիք։ Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին հորետեսորեն են վերաբերում այդ հարցին եւ համարում են, որ Հայաստանը բնավ չի ազատվում այն, ինչ հիմա կատարվում է, չի հուշում այն մասին, որ Հայաստանը փորձում է դուրս գալ այդ ազդեցության, Ռուսաստանի ազդեցության տակից։ Գովազդից հետո այդ հարցը այնուամենայնիվ կխնդրեմ մեկնաբանել։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։
Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորդ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ այսպես պարոն Խուշուձյան կա տեսակետ, կայուն քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, համարում են, որ Հայաստանը ընդհանրապես չի էլ փորձում ազատվել ռուսական ազդեցությունից, ձեր գնահատականը։ Հա ասելով չի։ Մի անգամ արդեն այդ հարցը տվեցիք եւ ես թվարկեցի։ Այո, 10-ին հասա, ասացիք լավ երիք, հա, այսինքն նույն բանը 10 անգամ ոնց կարելի է այդ մարդկանց կրկնել, հա, որ տեսանելի է ոնց է իշխանությունը։ Կներեք, էլի, երբ որ արտասահմանյան մեր գործընկերները, արևմուտքի մեր գործընկերները իրենք ընդունում են, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք։ Ոչ միայն ընդունում են, ողջունում են, ասում են այդ հարցում ենք աջակցում ենք։ Լագոջինսկին մեր պարլամենտում իսկ ինքը ղեկավարներից մեկն էր Եվրոնեստի։ Հայտարարեց, որ արևմուտքը աջակցում է Հայաստանի իշխանություններին։ Այդ դեպքում ինչու չկար Հայաստանը այդ ցուցակում, այս անցած շաբաթվա կամ այս շաբաթվա ընթացքում էր քննարկվում այն պոտենցիալ անդամները Եվրամիության, որոնք ունեն շանս, որոնց հետ աշխատանք է տարվելու, անգամ ոչ միայն պոտենցիալ անդամները, այլ նրանք, ում հետ կարող է սկսվել աշխատանք, տարվում է աշխատանք։ Հայաստանը չկար ոչ մի ցուցակում։ Հայաստանը դիմում ներկայացրել է։ Հայտ ներկայացրել է։ Հենց որ հայտ ներկայացնի, արդեն պաշտոնապես է ցուցակում կհայտնվի։ Եվ կսկսի քննարկվել, հա, այդ մի բարդ բան է այդ ցուցակում հայտնվելը։ Հենց որ հայտ է ներկայացում, հայտնվում է ցուցակում։ Բարդ բան չկա։ Հայտ ինչու չի ներկայացնում այդ։ Պատրաստ չի դեռ որտեղ հայտին։ Հայտին պատրաստ չի։ Այդ ինչ հիմա ներկայացնի հայտ ու հայտից միջև տեխնացու դառնալ ճանապարհ անցնի, ինչ առանց հայտ ներկայացնելու այդ ճանապարհ անցնի, հետո վերջում հայտը ներկայացնի ու տեխնացու անդամ դարձնի, նույն բանն է։ Ասում են Թուրքիան տեսեք որ թվականից սկսած եւ հայտը Հա, եւ ումա ներկայացրել։ պետք է հայտը որ ներկայացրել է։ 50 տարի է սպասում է, որտեղ պատրաստ չի։ Հայտը ներկայացնելը քիչ է։ Հայաստանը ավելի պատրաստական Թուրքիան։ Եթե ինձ հարցնեին իշխանությունը, ես կասեն հիմա հայտը ներկայացրեք, որտեղ դա քաղաքական կշիռ ունի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական կշիռը արժե որ թեկուզ մեկը պատրաստ չենք, բայց այդ հայտը ներկայացնենք։ Բայց նաև հենց առանձնապես մեղադրելու բան չի, որ հենց այս պահին չեն հայտը ներկայացնում, մանավանդ որ Արադ Միրզոյանը ասաց, որ ամենայն հավանականությամբ կամ այս տարի կամ մյուս տարի հայտը ներկայացվելու է։ Ընդ որում նենց էր, որ հույսել չունենք, որ այս տարի կարող է ներկայացվի, բայց նույնիսկ այդպիսի բան ասվեց։ Այն արտահոսքի հիման վրա, որը որ Deutsche Welle թղթակիցը ասաց մեր ունեցած տեղեկություններով Հայաստանի դիվանագիտական կորպուսից, այսինքն եվրոպական դիվանագետները Հայաստանից իրենց արտահոսք են տվել, որ իրենց ունեցած տեղեկությունով Հայաստանը պատրաստ է հայտ ներկայացնի։
Արարատ Միրզոյանը ոչ միայն չհերքեց, ասեց, ընդ որում լրագրողը ասեց մյուս տարի, ասեց կարող է այս տարի ներկայացնենք։ Այսինքն դրա վրա այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում։ Եվ դա բերելու է նաև որոշակի խնդիրների, ինձ չի որ այդ հայտով միանգամից sense քաղցրաբլիթներ են ընկնելու։ Խնդիրներ են լինելու Ռուսաստանի հետ, շատ հնարավոր է ԵԱՏՄ-ի հետ կապված, շատ հնարավոր է ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Դա ինչ որ տնտեսական խնդիրներ կբերեն, բայց այդ այն փուլն է, որ ուզենք պետք է անցնենք, որովհետև զուգահեռաբար նաև Եվրամիությունը խոստացել է գումարներ, որ այդ անհարթությունները հարթվեն։ Տնտեսական խնդիրները, դժվարությունները, որ մեզ սպառնում են, հարթվեն։ Հիմա ենթադրում եմ իշխանությունները նաև մտածում են ձմեռը մի հատ դուրս գա, այդ գազի հարցնել գազի եւ նաև մթերքի բանի հարցնել դուրս գա, որտեղ միշտ ավելի պատրաստ է լինում ցնցումների երկիրը տակ շրջանում, հա, այսպես երբ որ բերք կա, երբ որ տնտեսությունն է ավելի ակտիվ եւ ցուրտ չի, որ էներգիա շատ չի խլում տնտեսությունն էլ բնակչությունն է։ Բայց Ռուսաստանի բեռների տեղափոխումը Հայաստան, Ադրբեջանի թույլտվությամբ իդեպ պարզապես փակագծերում հիշեցնեմ, որ հենց այս օրերին է դա արվում, իսկ այս օրերը դա նոյեմբերի այսօր 8-ն է, 9-ը դա հենց այն օրն էր, երբ 2020 թվականին մի խոսքով 5 տարի է անցել պատերազմի դադարից եւ այդ հայտարարությունից։ Դες հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակներում ռուսները տեսնում են, որ դուրս են մղվում տարածաշրջանից ընդհանրապես։ Այսինքն անկախ նրանցից արդեն ղազախական ապրանք է գալիս Հայաստան, այսօր ծորենա վա ուրիշ բան է, որտեղ Ադրբեջանը ասել է ընդհանրապես բացում, կտեսնենք ընդհանրապես է բացում, թե ամեն դեպքում մի գնացքներ, բայց եթե բացում է, ռուսները ասում են լավ բացում է, գոնե մեր ապրանքներն էլ երկաթգծով անենք, ավելի էժան նստի, որտեղ իրանք էլ են, չէ, առևտուր անում Հայաստանի հետ։ Իրենց վրա էլ է հավելյալ թանկ արժեք նստում լոգիստիկան, երբ որ բեռնատարներով էս բերում փոխադրում քանստե գնացքով։ Բնականաբար հիմա փորձում են իրանք էլ ինչ որ ձևով այդ ամենից օգտվեն, մանավանդ երկաթգծերը ռուսական իրանք հայկական երկաթգծերը ռուսական ՌԺԴ-ի ձեռքում է։ Հիմա կոնցեսիայով իրանք են սպասարկում եւ 1, 2, 3, երբ որ Հայաստանի իշխանությունները հիմնավորում կարողանան ներկայացնել շատ ավելի ծանրակշիռ ռուսներին, որ ձեր այս երկաթգծերի կոնցեսիանիչների սա պետք է թե դուք նույնիսկ այս պայմաններում եւ ապաշրջափակվում ենք, նույնիսկ այդ պայմաններում չեք կարողանում աշխատացնել այդ երկաթգծերը, որ գնացեք ստեղից, մենք ուրիշին կտանք օրինակ, չէ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով իրանք փորձում են ակտիվանալ այդ եղած հնարավորությունից օգտվելու համար։ Այդ չասած որ նաեւ տնտեսական ազդեցությունը, երբ որ լոգիստիկան ավելի հեշտ է երկու երկրների միջև, Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա ավելի կմեծանա, որտեղ կախվածությունը ավելի կմեծանա Հայաստանի, Ռուսաստանից, եթե ավելի էժան կարող ես Ռուսաստանից ապրանք բերել, ճանապարհածախսը ավելի նվազում է, դու ավելի շատ կուզես ընդեղից բերել քո բիզնեսմենները համենայն դեպս, եւ դա էլի ծավալը կմեծացնի առևտրաշրջանառության, իսկ նշանակում է վաղը, եթե Ռուսաստանը կտրի այդ ապրանքաշրջանառությունը, քեզ ավելի ցավագին կլինի։ Կախվածության ձևերից մեկն է, որը շատ վտանգավոր է եւ պետք է դրանից խուսափել ինչ որ ձևով։ Իսկ մենք կարծես թե այդ ուղղությամբ ավելի խրվում ենք, ոնց որ դե ոչ թե խրվում ենք, դա օբյեկտիվորեն է, դա ապաշրջափակում ալնում եւ երկաթգծերը նորմալ աշխատելու են այն ուղղությամբ դեպի Ռուսաստան, իսկ դեպի Եվրոպա Թուրքիան չի բացում, բնականաբար տես պետք է։ Այսինքն Հայաստանը չի կարող ասել, չէ, ոչ, մենք չենք ուզում։ Իհարկե, հակառակը պետք է ուրիշ ուղղությամբ աշխատի, որ Թուրքիան էլ բացի այնտեղ, որ Եվրոպայի հետ էլ այդ նույն խնդրումը չունենանք, այսինքն թանկ չնստի բեռներ փոխադրելի եւ նույն ուկրաինական ծորենը արդեն կարողանանք երկաթգծով բերել Թուրքիայով Հայաստան։ Այն ինչ որ հիմա ասում են ինչի ուկրաինական չեն, որովհետեւ ուկրաինական ավելի թանկ է մեկ լինելու։ Ինքը մի քանի հատ փոխանցում պետք է լինի, այսինքն մի հատ պետքա նավերով, ուրեմն բեռնեն նավերով բերեն հասնեն Փոթից էլի գնացքով, այսինքն մի քանի տեղ վերաբեռնումը ինքը հավելյալ ծախս է։ Էլ չեմ ասում, որ վտանգ կա այն նավերի համար, որոնք որ Սևծով են գնում, խոցվելու։ Այդքան հեշտ չի, գիտեք, ծորենի արտահանման եկա բանակցություններ էին վարում Ռուսաստանը, Ուկրաինայի հետ, Թուրքիայի միջնորդությամբ եւ այլն։ Դա 25% էլ Թուրքիան բան էր վերցնում, իր փայն էր վերցնում այդ ապրանքաշրջանառությունից, որը բերեց նրան, որ ուկրաինացի փորձագետները անվանում էին Էրդողանին մառաջոր։ Այսինքն այս վիճակում մեզանից 25% քերում է, ինչա թե ինքը միջնորդ է բանի։ Շնորհակալ եմ եւ վերջին թեման, որի մասին կուզենայի զրուցել ձեզ հետ եւ ձեր մեկնաբանությունները ստանալ, Նարեկ Կարապետյան Թաքեր Կարլստոն հարցազրույցն է։ Ինչը կառանձնացնեիք, այդ մասին շատ են հիմա խոսում, ես մի քանի հարց պահել եմ, պատրաստել եմ, բայց կուզենայի սկզբում ձեզ ասեի։ Թաքեր Կարլսոնը հայտնի է իր պահպանողական, մի քիչ էլ դավադրապաշտ հայացքներով։ Ճիշտ է, ինքը պարբերաբար իր եթերներում հնչեցնում է ի պաշտպանություն հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի ինչ որ մտքեր եւ այլն, ես երբեմն նույնիսկ կիսվել եմ իր այդ եթերներով,
որտեղ մի տեսակ հակառակ է գնում այսօրվա mainstream-ին արևմտյան եւ տրամպիստական նույնիսկ հիմա արդեն, որը որ ամեն գնով աչք է փակում Արցախի այդ կատարվածի վրա, բայց ամենայն դեպս ինքը դավադրապաշտ է նաեւ, հա։ Եվ ցանկացած առիթ քրիստոնեության դեմ ինչ որ արշավների մասին ինչ որ բաների ինքը դա օգտագործում է։ Հիմա չգիտեմ էլ նույնիսկ այդ էր իրեն ստիպել համաձայնվել ուրեմն այդ Ամստերդամի եւ Նարեկ Կարապետյանի այդ հանդիպմանը, թե վճարել են, իսկ բարդ չի, հա, միլիարդատերոջը ինչ որ գումար հատկացնել դրա համար, բայց ամենայն դեպս այդ հարցազրույցը, ես կարծում եմ, որ այս միջին կարգի հարցազրույց էր, բայց այն ազնվորության համար, որը գնացել էր այնտեղ խոսալու, կոնկրետ Նարեկ Կարապետյանի համար, բավականին վատ բենեֆիս էր, այն իմաստով, որ եթե միջև այդ հայկական լրատվամիջոցներից մեկին տված երկարաշունչ հարցազրույցը, ինչ որ գիտեք, բոլոր թերություններով հանդես որ զգում էր, որտեղ Բոբիկամ արդեն նոր է մտնում քաղաքականություն, բանից անտեղակ, բայց ինչ որ սիմպաթիայի էլեմենտներ կարող առաջացներ, գործարան են կառուցել, եսի ինչ որ դրական պոզիտիվ բաներ կար, Ստո գիտեք լրիվ գնացել էր Հայաստանի Հանրապետության վրա շառանելու։ Բառից բուն իմաստով։ Սուտ բաներ խոսալու, շառանելու։ Չգիտեմ, մենակ ասում եմ, էլ չասած որ համարյա բանը հայ ժողովրդի դեմ ուրեմն իշխանությունները արշավ են սկսել, այսինքն եթե իրանց դեմ են, ուրեմն հայ ժողովրդի դեմ են, հա, այդ լոգիկայով։ Չգիտեմ, ցեղասպանության դեմ, որ ցեղասպանությունը մոռանա հայ ժողովուրդը, երբ այդպիսի բան երբևէ ասել Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ, ամեն ցեղասպանության օրն էլ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանություն բառը ոչ միայն ասում է, հիշատակում է եւ այլն զոհերի մասին։ Հա, բայց ինչ ասում է բանը։ Եկեղեցու դեմ են արշավ, քրիստոնեության դեմ են արշավ սկսել։ Այսինքն քրիստոնեությունը ինքը հասկանում է այն ինչ որ այսօր այդ եկեղեցում կատարվում է հայ առաքելական եկեղեցու այդ վերնախավ ինչ որ անում է, այն լրիվ գեդոնիստական այդ աշխարհի հաճույքները սկսած, մինչև այդ փողերը, կոռուպցիաները, այդ լրիվ Նարեկ Կարապետյանի պատկերացած քրիստոնեությունն է, որտեղ ով ում հետ ասես քնում է, դուք ես դեմ չեմ, գիտեք, ամեն մարդու գործն է, ում հետ ուզում է թող քնի։ Մանավանդ եթե բանա ամուսնացած չի, հա, բայց եթե ինքը կուսակրոնության ուխտ է ընդունում, եթե ինքը քրիստոնեությունից է խոսում, քրիստոնեական ուրեմն ինչ որ դավանաբանությունից է խոսում եւ հետեւում, կներեք մի քիչ ավելի զուսպ պետք է լինի էլի իր անձնական կյանքում, հա։ Հիմա այդպես է պատկերացնում Նարեկ Կարապետյանը, ուրեմն քրիստոնեությունը եւ իր պատկերացմամբ ուրեմն քրիստոնեության դեմ է արշավը։ Քրիստոնեությունը նաեւ սուտ խոսալն է, ուխտադրժությունն է, Աստծո արչեւ գնալ ասելը, որ ես կուսակրոն եմ լինելու, այսինքն ամբողջությամբ քեզ եմ նվիրվելու Քրիստոս ջան, բայց այնպես ճիխարա, այնպես կին երեխա, բան, այնպես ընտանիք, բիզնեսներ, խանութներ, երթուղային գծեր, բան։ Այդ է պատկերացրածը Նարեկ Կարապետյանի քրիստոնեության մասին։ Դե ինքն էլ է բիզնեսմեն, երևի ինքն էլ է այդպես պատկերացնում։ Քրիստոնեությունը դա մի հատ մեծ բիզնես է, որին կպնել չի կարելի։ Հիմա ինչ ասում է, ուրեմն հարցնում այնտեղ բանը, arczepiskopos-ների են բռնել բան, այն տակեր կարծում ասում ոնց arczepiskopos, հա ասում, բայց ինչի համար են բռնել։ Ասում են ընդհանրապես այդ բանը arczepiskopos-ներից մեկը 4 տարի առաջ ընդհանրապես ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից։ Չի ասում է, որ ասել էր ռազմական հեղաշրջում պետք է անել, որ օրենքով այդ բանը արգելվում է, մեր համանդրությունը զինված հեղաշրջում թույլ չի տալիս։ Դա պետական հանցագործություն է, նույնիսկ նման կոչ անելը։ Դրա մասին չի ասում։ Սուտ, այսինքն շարանի էլի, այսինքն նենգափոխի, այնպես ներկայացնի ամերիկյան հասարակությանը, որ ուրեմն ընկել են խեղճ arczepiskopos-ների հետևից, որ ընդհանրապես ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է իշխանություն ունենա, դրա համար բռնում են, նստացնում են։ Ու տենց ստեով կեղծիկով այս մարդիկ ուզում են գան իշխանության, գժի տեղ են դրել հայ ժողովրդին։ Հո ամեն ինչ փողով չի, հասկացանք դուք ձեր սաղ կյանքը բամբակների մեջ աճած, ստե այնտեղ ամեն ինչ մուծվելով տենց ձեր հարցերը լուծել եք։ Բայց մի քիչ էլ ազնվություն կա, ուրեմն երևի տեղյակ չեք, արդարություն կա, ճշմարտություն կա, այդպիսի հասկացողություններ կան, որոնք փողով չես կարող առնես։ Ու ինչքան ուզում ես տեղ այնտեղ սուտ բաներ տարածես, մեկը այսօր արդեն այն դարաշրջանն է, որ ճշմարտությունը շատ հեշտ իր տեղը գալիս ընկնում է։ Ու այդ մարդիկ հույս կարող է պետքա չունենան, չպետքա որևէ հույս ունենան Հայաստանում ինչ որ մի իշխանություն ձեռք բերելու։ Ես չգիտեմ, եթե հաջորդի մեջ ինչ որ մարդիկ կան, որ գնալու են իրանց ընտրելու են, թող մի հատ ուշադիր լսեն այս անձնավորության հարցազրույցը տակեր կարծնին եւ ամեն ինչ կհասկանան։ Իսկ այս անձնավորությունը նույն շարունակությունն է Սամվել Կարապետյանի եւ իր բարքերով եւ ամեն ինչով։
նույն ընտանիքի անդամ են եւ չգիտեմ նույնիսկ ինչ որ թեզեր գուցե համաձայնացրել է նրա հետ, երբ որ գնացել է այնտեղ ուրեմն հարցազրույց տալու։ Բոլոր դեպքերում այնտեղ կար այսպիսի երանգ, որ Թուրքիայի Փաշինյանի այս գործողությունները թելադրված են Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով հրաժարվել եւ ցեղասպանությունից եւ քրիստոնեությունից, հավատքից, ներողություն, հավատքից։ Ուստի ստացվում է արդյոք, որ այս դեպքում մատնանշվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են Հայաստանին իդեմս վարչապետի հրաժարվել կրոնից, քրիստոնեությունից եւ խաղաղության գինը Ադրբեջանի հետ նշանակում է հրաժարում քրիստոնեությունից։ Այդպես հասկանալ այն ինչ որ այո։ Բա այդ եմ ասում։ Այդ դեպքում ում դեմ էր ուղղված Նարեկ Կարապետյանի սայրը, այսպես ասած, թուրը։ Ուղղված էր հայ ժողովրդի դեմ, հայ ժողովրդի վրա շառ անելու, որտեղ այսօրվա իշխանությունները ներկայացնում են հայ ժողովրդի շահերը, որևէ քրիստոնեության դեմ երբևէ որևէ քայլ չեն արել, հակառակը ամեն օր համարյա բան է, սաղմոս է կարդում Նիկոլ Փաշինյան ներողություն արտահայտության համար, արդեն մենք էլ չգիտեմ, ես կարծում եմ, որ այդքան շատ կրոնականացնել, կղերականացնել քաղաքական կյանքը չի կարելի։ Այսօր քրիստոնեության հանդեպ հետաքրքրությունը հայ ժողովրդի մեջ, ընդ որում բովանդակային հետաքրքրությունը, ոչ թե ծիսակարգային, մենակ մոմ վառելը չի քրիստոնեություն, հա։ Բովանդակություն կա, տեքստ կա այնտեղ, գիրք կա, գրքում գրած բաներ կա, հակասություններ կա, որի շուրջ քննարկում պետք է լինի, եւ հիմա արդեն ինչ որ այդ առիթով քննարկումներ ա ծավալվում, նաեւ ձեր եթերում ես բարբերաբար դրա մասին խոսում եմ, քննարկում ենք, ավելի մեծացել է քրիստոնեական դիսկուրսը, քանց թե միջև այդ, երբ որ քրիստոնեություն ասելով հասկանում էին եկեղեցու տասովշիկներին, որոնք որ գալիս են բան են անում, ասենք կնունք, հարսանիք բան անում են, իրաց փողը վերցնում գնում էին, աղոթքների ժամանակ էլ ասում էին, հա, բա պետքա մեզի թագավորի հետ պես պահեք, որ բիզնեսով չզբաղվենք։ Այդ էին պատկերացնում քրիստոնեություն ասելով մարդիկ եւ պարոն Նարեկ Կարապետյանը։ Հիմա ավելի լուրջ է անցալում սկսվել, լուրջ ընկալում է սկսվել հասարակության մեջ, որովհետև արդեն հասկանում եմ քրիստոնեությունը այն չի, ինչ որ ներկայացնում են այսօրվա մեր որոշ տերտերներ, այլ շատ ավելի լուրջ խորը բան է, անկախ նրանից ով ոնց կվերաբերվի դրան։ Եվ հաստատ քրիստոնեության արժեքը, դերը այսօր մեր հասարակությունում ավելի մեծանում է, որի մեջ ես վտանգ եմ տեսնում կղերականացման։ Իրականում ինքը մի քիչ չափի մեջ պետք է լինի, էլի հասարակությունը, պետությունը պետքա տարանջատված լինի, եւ պետական գործիչներն էլ, քաղաքական գործիչներն էլ, ես հասկանում եմ, հիմա ստիպված են զբաղված դրանով, ստիպված են դրա մասին շատ խոսում, որ նաեւ կարողանան վերջիվերջո ազատագրել հայ առաքելական եկեղեցին, այն ուրեմն վաշխառուներից, որ այնտեղ տեղավորվել են, բայց այդ ասել, որ լրիվ հակառակն է եւ քրիստոնեության դեմ են պայքարում, այդ ուղղակի շառանել է մեր երկրի, մեր ժողովրդի վրա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Խուշուձյան, եւ ձեր մեկնաբանությունները, ձեր տեսակետները մեզ հետ կիսելու համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի, հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանի հետ էինք զրուցում, զրուցու Արմեր Գայանի Առաքելյանը, բարին ձեզ։